Երբ ես սկսեցի ցանցային բիզնես, իմ երեխաները 2 տարեկան եւ 5.5 տարեկան էին։ Ու այդ ժամանակ ես բացարձակ հնարավորություն չունեի ոչ դրսում աշխատել, առավել եւս չունեի հնարավորություն որևէ սեփական գործ սկսել։ Ընդունեցի ցանցային ոլորտը ուսումնասիրելու առաջարկը եւ երբ արդեն որոշակի պատկերացում կազմեցի, որոշում կայացրեցի, որ ես այստեղ պիտի հաջողություններ գրանցեմ։ Շատ հաճախ մամաները ուզում են շատ արագ արդյունքներ ունենան։ Ես մի հարց ունեմ այդպիսի մամաներին, հա, երբ դուք ուզում եք արագ արդյունք ունենալ եւ քանի որ չկա արագ արդյունք, հրաժարվում եք, ասում եք ոչ, ես արագ արդյունք ես այդքան սպասել չեմ, կարող ենթադրենք 1 տարի, 2 տարի, հիմա ես հարց ունեմ։ Մինչև ձեր երեխաները մեծանան։ Ամեն դեպքում, միթե այդ 1, 2, 3 տարին հենց այնպես չի անցնելու եւ դուք ուղղակի չեք ծախսելու այդ ժամանակը։ Բնականաբար բոլորդ էլ անցկացնելու եք այդ տարիները այսպես թե այնպես եւ առանձնահատուկ մեծ փոփոխություն չեք ունենալու։ Եվ ինքս այդպես հասկանալով, գիտակցելով, որ միևնույն է երեխան դեռ նոր պետք է պարտեզ գնա, միևնույն է ես դեռ առաջիկա 2-3 տարին ամեն դեպքում պետքա լինեմ տնային տնտեսուհի, ինչու չօգտագործեմ այդ ժամանակը եւ ինչ որ չափով հաջողություններ չգրանցեմ։ Դե ասեմ, հենց ամենալուրջ հաջողությունները ես գրանցեցի այն ժամանակ, երբ ամենազբաղվածն էի, երբ ամենաշատ խնդիրները կար, փոքր երեխաների հետ կապված եւ շատ այլ խնդիրներ, այսպես թե այնպես այդ տարիները անցնելու են տնային տնտեսուհի լինելով։ Ինչու չօգտագործել այդ նույն ժամանակը եւ չսովորել նոր ոլորտ, նոր մասնագիտություն եւ չունենալ սեփական on-line բիզնես։ Լրացուցիչ եկամուտը կարծում եմ ոչ ոքին չի խանգարում։